Եթե իմ մոտ տենց էլ ոչ մի բան չստացվի, ինքը ուշ թե շուտ ուրիշ մի կնոջ հետ է կապվելու, ով կկարողանա իրան զավակ պարգևի։ Անը գիտեմ, որ Կալիֆոռնիայում է ապրել։ Աննը համար փահլավունի է։ Ste կամենաս ու վերջ։ Չեմ մնալու, ստե վարջես չեմ մնալու։ Չեմ մնալու, թող չեմ մնալու։ Մարինե ջան, կներես, որ ես ուժ ժամին քեզ անհանգստացնում եմ։ Աշոտի մամանա։ Վայ, բարև ձեզ։ Բարև։ Մարինե ջան, Աշոտը կարող է քո մոտ է։ Չէ, ինչի։ Գործ ունեի հետը։ Ես հիմա կճշտամ որտեղ ու կասեմ զանգահարի ձեզ։ Լավ։ Լավ։ Տոշ։ Թոմնա, Տոշը չի։ Թոմը։ Բա Տոշն ուր է։ Տոշը հիմա քննացա։ Քեֆը մի քիչ լավ էլ պարկել քնել է։ Խնդրում եմ Տոշին փոխանցեք, որ զանգահարի իր մայրիկին։ Լավ։ Հենց արթնած կասեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Կիկի ֆրեշը պատրաստ է։ Գալիս եմ։ Ցնցող ընդունում մի 10 րոպե համբերի։ Ֆոտոդ կուղարկես, դու շիտակ, ինչ կլինի, որ չես կարա եղածով բավարարվես։ Չէ, ֆոտոյիդ եմ սպասում։ Ես իմ մասով ամեն ինչ անում եմ։ Ուրեմն դու էլ քո խոսքի տերը լինես։ Եղավ ամի բեկը, մի ձգի։ Այդ հարցին վերջնական լուծումը պետք է։ Եղավ։ Դե սպասում եմ։ Վերջակետիր ու զանգի։ Մենք մեր խիղճի վրա մեծ բեռանկարություն եմ ասում։ Չհասկացավ այդ, մենք նալին ես խտրում ենք մեղի։ Ես էլ արդեն չգիտեմ։ Դե որ չգիտես մի խոսի ավետ։ Ավելի լավ է, թե նորմալ առաջարկություն ունես արա, թե չէ, ինձ մեղադրում ես, որ ձգձգում եմ հետո էլ խղճիս ես ասում։ Զարա հավաքվի։ Հավաքվեմ։ Հա, հավաքվի, դավայ արագացրու։ Ինչ ա եղել։ Այսօր ես տանում ես գիշերվա կեսին։ Զարային պետք է մեկուսացնեմ, հրամանա։
Էս ժամին։ Ջինա, ես փոքր մարդ եմ, ինձ ասել են ես անում եմ, մնացածի հետ գործ չունեմ։ Խեն մեկուս ասում Զառային, որ ինչ։ Չգիտեմ, ինչ որ դանակարության հետ է կապված։ Մարո, դե հելքա, վերջ Մարո ջան, կմնաք մեր տանը։ Սեդա ջան, մեզ մի գիշեր է պետք մնալ, կգիշերեն առավոտ մի բան կմտածել։ Ինչքան պետք է, այդքան էլ կմնաք։ Լույսը բացվի կզանգեմ Թակուշին։ Թակուշն ով է։ Մեր լավ հարևանուհիներից է, ինքը քաղաքում չի, բանալինից է տվել, որ ծաղիկները ջրեմ։ Լույսը բացվի կզանգեմ, չեմ կարծում, որ կմերժի, այնպես որ ժամանակավոր իր մոտ կապրեք։ Դու որ չլինեիր, մենք ինչ էինք անելու, Սեդա ջան, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Լավ էլի Մարո, վերջացրու, եկեք, արի Սոնա ջան, եկեք շարունակենք, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Խորհրդավոր երկրպագույց Ես ինչ ագայ Ես ով ես խորհրդավոր երկրպագուն Ես չգիտեմ, ես ինչ իմանամ Ճիշտն ասա գայ Ես կարող եմ ծաղկեփունջի ուղարկած երկրպագուտա։ Ինչ ծաղկեփունջ։ Դե նոր ասացիր իբր Հելենի համար ես պատվիրել։ Միշտ ապեք եզրակացություն անել, ես վստահ եմ, որ ինչ-որ մեկ ուղղակի հիմար խաղ է խաղում մեր գլխի։ Ես համոզված եմ դրանում։ Ինչ խաղ գայ։ Ով պիտի մեր գլխին խաղ խաղա գայ։ Որ ինչ։ Ես ինչ իմանամ, Արսեն, բայց այն, որ այս ամեն ինչը նորմալ չի, դա փաստ է։ Ինձ թվում է, որ ինչ-որ մեկը ուզում է մեր ուշադրությունը շատ ավելի կարևոր բանից շեղի։ Ես համոզված եմ դրանում, Արսեն, համոզված եմ։ Ամոթագայ, վերջ դուր։ Դու ինչ ես ամեն մեկի առաջ դուր բացում։ Դավիթ, ես եմ։ Հասկացա, որ դու ես, ինչ կա։ Լավ պրծացրիր գլուխդ էլի։ Այսինքն, ինչ ես ուզում ասես։ Ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասեմ, որ քո կերած բողկերի համար ես չեմ պատրաստվում պատասխան տամ։ Գայան աուդիտ արել։ Ու ամեն ինչ ջրի երես է հանել։ Նենց որ արի ու պատասխանը տուր այդ ամեն ինչի։ Ես թռնում եմ։ Ուր ես թռնում արա։ Ողը ստանալու ցուսփուս վեկալում էիր։ Հիմա ուզում ես արանքա ճղես։ Այդ կոպեկները։ Ուզում ես ասես, որ ես այդ կոպեկների համար պետք է մնամ ստե ու պատասխան տամ։ Չէ, այտենց չի լինի, Դավիթ։ Դու ֆիրմաներ ունես դրսում, բիզնեսներ ունես, միլիոների հետ ես խաղանում, իսկ ես նենց որ կգաս ու ինքդ էլ տակից դուրս կգաս։ Դե հիմա լսի, ինչ եմ ասում սա։ Եթե թռար, լավ իմանաս, որ քո տեղը ընտանիքն է պատասխան տալու։ Դու կմնաս ստե, մինչև ես գամ։ Հասկացա՞ր արա։ Շանտաժ ես անում։ Հասկացի ոնց ուզում ես։ Չստիպես ինձ, որ ես ժոսկի գործողությունների անցնեմ։ Գետնի տակից էլ լինի քեզ կգտնեմ։ Չէ, Դավիթ, ես Ոչ մի Դավիթ։ Դու քո բայով ատվիչա ես։ Նենց որ վերենքի Երևանում մինչև կամացնեմ, տենանք ինչ ենք անում։ Ես ինչ պատմություն ստացվեց։ Լավ, բայց հիմա ինչ անեմ։ Բացեք դուռը, արա։ Լոմկի մեջ եմ, արա, էցի պորցիա պետք, արա։
ինչ արա, բացեք էլ արա։ Արա այդ մենթեր, այդ կլուշնիկներ։ Ջուր բերեք արա գոնե։ Հասկացա՞ր։ Kom hem zijn het lasse kastballetjes. Hé, hoor het. Dat is goed. Kijk daar. Aanjut kan je daar. Hoe kan men naast het tegen kan niet je geld gelukkig hebben? Ja, kan het iets Ուստի կմնաս այնքան ժամանակ, մինչև խելքդ գլուխդ հավաքես։ Երիքա, վերջ արագացրեք։ Ես չգիտեմ դրանք ինչ են ուզում սարքեն քո գլխին, բայց ինչ էլ ուզում ալինի չքնես։ Հասկացա՞։ Հասկացա։ Ասեցի արագացրու։ Լավ, ասում ես ֆրեշը պատրաստ է։ Հա, պատրաստ է։ Չէ, ես ամեն ինչ կպարզեմ։ Ես պետք է իմանամ, թե այս ամենը ետևում ուղղական մնաց։ Ու այդ մարդը շատ կփոշմանի, որ իմ դեմա դուրս եկել։ Շատ։ Լավ, բայց ով կարող լինի։ Չգիտեմ, արամ, չգիտեմ։ Արսեն Բաբկենիչ, իսկ հնարավոր է, որ վերջին շրջանում ինչ-որ մեկը այդ գործարքի մեջ է եղել ու դրա ոտը տրորել եք։ Արամ, ես թշնամին չունեմ։ Իսկ այդ չուզողներ, որքան ուզես։ Ամենայն դեպս կողմնորոշվելը շատ դժվար է լինել։ Հանգիստ եղիր։ Ես բոլոր հարցերի պատասխանները կստանամ։ Բայց տեսախցիկների տեսագրությունը ստուգել է պետք Արսեն Բաբկենիչ։ Ճիշտ ես։ Այդ հիմարը չէր կարողանում նկատում մտնել։ Գնանք նայենք։ Մամ, ես քեզ հավատում եմ։ Բալես, ես իսկապես չգիտեմ ով այդ ծաղիկների հեղինակը։ Ես էլ արդեն երկրորդ անգամ։ Վերջ մամ, ասեցի ես քեզ հավատում եմ։ Իսկ Ժոլես ինչ ես անում։ Էն ինչին արժան ես այդ եմ անում։ Հասկանում ես, իմ բացակայության ընթացքում ստեղ ինչ-որ բան է եղել։ Եկել է։ Այս ով է այստեղ են։ Բաց թող։ Ով է այստեղ են։ Մարզիչ սա պրծանք։ Չէ, չպրծանք։ Ես իրավունք չունեմ իմ մարզիչի հետ սելֆի անեմ։ Դու իմ հետ ես ու ոչ մեկ հետ իրավունք չունես հանդիպելու։ Ինչ հանդիպել կշվենես ինչ ես խոսում։ Այս ով ա գրել։ Այս ով ա գրել, գնում եմ դուշ։ 10 րոպե համբերի։ Ասենք ես եմ գրել հետո։ Եղածով չես բավարարվում ու այն անասունն էլ չի բավարարվում, դու շիտակ նկար ա ուզում։ Ասի, չլինի դու ուղղակի խանդում ես լյով։ Սա իմ արժանապատվության հարցն է, դու իմ արժանապատվության հետ ես խաղում։ Տղա ջան, հեն ինչ դու կարդացիր հումոր է, տարական հումոր։ Բայց պարզվում է դու նույնիսկ հումորից զգացողություն չունես։ Ես քո ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ասի լյովիկ,
Մեր հարաբերությունները այն լրջությունը չունեն, որ դու հիմա ընտանեկան վեճեր սարքես։ Դու չես հասկանում, որ իմ հեղինակության հետ ես խաղում։ Հեղինակության։ Ասացեք, խնդրեմ, հեղինակություն։ Տղա ջան, բոլորը մինչև լուսաբաց սոցցանցերում նման բաներով է զբաղվում։ Իմ համար մեկը թեովիչով է զբաղվում համացանցում։ Լուսի, կարող է դու իմ հանդեպ ուղղակի անտարբեր չես, հա։ Կարաս չպատասխանես։ Այս խանդի տեսարանները ամեն ինչ ասում է։ Շատ կլիներ քո համար։ Լավ, լավ։ Արի այդ տեսակ դատարկ բաների պատճառով չվիճենք, հա։ Ոնց եմ զզվում քեզանից։ Եթե Ռուշանյանը Ամիրբեկյանի ձեռով Զարայի գլուխը կերավ, հաջորդը հաստատ ես եմ լինելու։ Դրանք հաստատ ինձ էլ օրանքից կհանեն։ Սահարան ժամանակը որ կարծեր։ Լավ չի։ Եթե ինչ-որ քսիվ բան ուղարկելու ունես, ինձ կասես կանեմ։ Ես գնամ քանի տեսնող չի եղել։ Ինչ արու դեպ նարկոլոգի հետ խոսացիր։ Հա, ասեց առավոտ կգա Բաքուրին կնայի։ Ինչ ասում, կարամ մի բան անեմ։ Ես իմ ասմա կգամ ամեն ինչ կանեմ, որ իրան լոմկեքից անեմ։ Բան կանեմ, հա։ Արամելի մոտիկացրում։ Այդ հենց բայ։ Ես մենակա, հա ոնց էր։ Մենակա։ Հələ մի քիչ էլ բեր։ Արամ կարող ես մի քիչ էլ բեր։ Չէ։ Դեմքը չի երևում։ Դիմակով է։ Լավ, մամ, տենասով այդքան ռիսկ արել, որ պապայի հանդեպ դե ցանար։ Չգիտեմ, ամեն դեպքում շատ տարօրինական։ Ով գոնե կամերաները մի բան ֆիքսած կլինեն։ Հա։ Ինչ-որ բան գտաք։ Չէ։ Մենակ հիմար մարդ է 21-րդ դարում գողության կգնա առանց դիմակի։ Փաստորեն այդ կամերաներից էլ ոչինչ չպարզվեց։ Մի րոպե։ Պապ դիմակով է։ Հա, դիմակով էր։ Բա հիմա ինչ պիտի անենք։ Պետքա զգույշ լինենք։ Շատ զգույշ։ Վաղվանից տան մոտ ախրանը կդնա։ Գերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Բարի լույս, պարոն Քարամյան։ Բարի լույս։ Ես ինչ փոփոխություններ չեմ հասկանում։ Ես եմ արել, ձեզ դուր է գալիս։
Սոնա մյուս անգամ նման փոփոխություններ անելուց առաջ իմ հետ խորհրդակցի, լավ։ Լավ։ Ուղղակի մտածեցի սենյակը մի քիչ կարգի բերեմ։ Այս մաքրությունն էլ ես դու արել։ Հա։ Սոնա ժամը քանիսից է այստեղ։ 7-ից։ Սոնա քո աշխատանքը գործավարությունն է։ Մաքրությունը քո պարտականությունների մեջ չի մտնում։ Մանավանդ աշխատանքային ժամից դուրս։ Բարձա։ Բարձա։ Լավ, ինչ որ է։ Ամենայն դեպս սենց ավելի կոկիկ է։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ։ Պարոն Քարամյան, ես ձեզ մի խնդրանք ունեմ։ Ասա տենը ինչ խնդրանք է։ Կարելի է 2 ժամով դուրս գալ։ 2 ժամով։ Ուր պիտի գնաս։ Քննության։ Քննության։ Հա, համալսարանի ընդունելության քննությանը։ Ու որ բաժինն ես ուզում ընդունվել։ Լրագրողական։ Ասում եմ որոշել ես լրագրող դառնալ։ Հա։ Նա հույս ունեմ, որ մեր կլինիկայի մասին թերթերում վատ բաներ չես գրի։ Չէ, ինչ եք ասում։ Լավ, եթե քննությանս իհարկե թույլ եմ տալ, գնա։ Շնորհակալ եմ։ Լույս հայ։ Այլստան։ Այս ինչ է։ Քնածան է նա։ Հա, դեռ քնածան։ Բժիշկը չի երևացել։ Չէ, ես էլ քննության եմ, չգիտեմ ոնց անեմ։ Ինչ քննություն։ Գործերս համալսարանի լրագրողական եմ տվել։ Բարի ձեզ։ Բարի ձեզ։ Բարի օր։ Հա, ոնց անցավ գիշերը։ Նորմալ։ Ոչ չեն վատացել։ Չեն զարթնել։ Չէ, չեն զարթնել։ Այս տոպրակի մեջ ուտելու բան կա։ Մենք հայգետ ուզում ենք մի 2 ժամով դուրս գանք։ Հանգիստ կարա գնաք այստեղ։ Երկար ենք հնելու։ Մի 2 ժամից կարտանա։ Դե լավ, մենք գնանք հայկ ջան, ժամանակ չկորցնենք։ Հա, գնանք։ Ինչի մասն ես մտածում։ Երեկվա կատարվածի։ Պետք էր ոստիկանություն դիմել։ Պետք չի։ Մինչև չհասկանամ ինչա կատարվել, ոչ մի ոստիկանություն։ Այստեղ ինձ թվում է լրիվ ուրիշ բան է։ Բոլոր կողմերից պրոբլեմներ են։ Ինչ պրոբլեմների մասին ես ասում։ Պետք չէր Դավիթին վստահել։ Սաշայի հետ միլիոններ են տակով արել, բայց ես դրանց քթերից եմ բերելու, սենց չեմ թողնի։ Հիմա սպասում եմ աուդիտի վերջնական հաշվետվությանը։ Ավետ տանն ես։ Բաղոր պիտի լինեմ, ինչ կա։ Տեղ չգնաս, հեսա գալիս եմ։ Ինչ-որ բան է եղել։ Հա, եղել է։ Շի ավետ ինձ տուն։
իմ լավության տակից ոնց եմ դուրս գալու։ Չես ամաչում հայ։ Ամաչում եմ։ Բայց նրա համար, որ իմ խնդիրներով քո համար օքսեր ստեղծեցի։ Ես ընդամենը փորձում եմ աղբորդ պարտքը վերադարձնել։ Ժամանակին ինքն էլ ինձ ա օգնել։ Է իհարկե դու դրանից տեղյակ չես։ Ափսոս, մեր մեծ աղբերը տենց վաղճան ունեցավ։ Լավ գնանք, քննությունից շուշանաս։ Ես կգնամ, Թոմ։ Ես քեզ կտանեմ։ Պայմանավորված եք։ Հա։ Լավ աղջիկ էր։ Առաջարկություն արել ես արդեն։ Չէ, հələ չեմ արել։ Համալսարանում մի քանի հազար ուսանող կա։ Զգուշեղի քթի տակից չտանեմ։ Չեն տանի։ Սոնանս վերջի շրջանում իմ միակ լուսավոր կետն է։ Ինքը չի։ Հա, ինքն է։ Գնա, չսպասի։ Եղավ դե մերսի, Թոմ։ Այ հա, քննությունդ նորմալ հանձնես։ Անպայման։ Ինչ ես անում ստեղ։ Ասա լսում եմ։ Վարզա։ Ես տենց է գիտեի, որ Ամիր Բեկյանը տղուն հանելու է քաղաքմասից։ Բայց այդ ուռոդի խիա փախցրել է քաղաքից։ Լավ, կարևոր չի։ Ոնց ելնի այդ Բակուրը մի օր հայտնվելու է։ Եղավ աղբերս, ապրես։ Ասա։ Ոնց թե գնաց։ Ուր գնաց։ Լավ, հեսա գալիս եմ։ Ոնց անձնեցիր։ Լավ, իսկ դու։ Ես էլ։ Բայց մի տեսակ ես այք։ Երեկ միջնեք աղբերս անախորժ պատմության մեջ էր ընկել։ Նորից տանը չես գիշերել։ Չէ, ամբողջ գիշեր իր կողքին եմ եղել։ Ինչի հիվանդանոցում է Հայկ։ Տենց մի բան։ Լավ Սոն, ես պիտի գնամ։ Պիտի Նարեկի կողքին լինեմ։ Հա, Հայկ, գնա։ Ես էլ արագ վազեմ աշխատանքի։ 2 ժամով դուրս գալու թույլտվություն եմ խնդրել։ Կզանգեմ։ Լավ, կապի մեջ։ Հաջորդը։ Ես էլ քեզ։ Աճի միանքո հերթն է։ Էս ինչ է տիկին Ջուլիա։ Քո հասանելի գումարը։ Հա, բայց այստեղ 1700 դրամ է տիկին Ջուլիա։ Բա ինչքան է իր ուզում լինել։ Այսպես չի լինի տիկին Ջուլիա, երբ ինչքան ուզեք այդքան պիտի տաք։ Բա ձերքիդ հացերը։ Հացերը ինչ։ Հացերը փող չի։ Այս հացերը վերցնելուց վճարել եմ, հենց ձեզ եմ վճարել, մոռացել եք կես ժամ էլ չի անցել։ Ոայ։ Խելք են թողում գլուխս այ բալամ։ Մոռացել էի։ Ստեղ ով ինչ ուզում տանում է։ Որ աչքը թեքեցիր կարող է քեզ էլ տանեն։ Չէ, ես ավելի։ Դու քանի օր ես աշխատել։ 6 օր։ Լավ ես հիշում։
Ինչի ես եկել։ Սիրուն քույրիկ, գործ ունեմ եկել եմ։ Դու չես հասկանում, որ ես չեմ ուզում, որ մեզ միասին տեսնեն։ Ով պիտի տեսնի։ Հենց նույն Արսենը, ինքն է ինձ այսօր բերել գործի։ Գիտեմ, Գայ, գիտեմ։ Ոնց թե գիտես։ Չես զարմանում։ Լեզի քեզ ով է ներս թողել։ Այդ փաստորեն քեզ տեսնելու համար հատուկ թույլտվություն պիտի ունենամ, հա։ Մեկ էլ ստեղ չգաս։ Նախորդ կզանգես, կպայմանավորվենք ու մեկ այլ վայրում կհանդիպենք, հասկացար։ Չհասկացա։ Հոր եղբոր տղա, իր սիրելի քույրիկին տեսնելու իրավունք չունի։ Ասա տեսնեմ ինչ ես պարզել։ Դե կոնկրետ բան չեմ պարզել, բայց պարզել եմ, որ Ամետն ու Արսենը այդ գաղտնի գործեր են անում։ Ես դա գիտեմ, ինձ կոնկրետություն է պետք։ Սիրելի քույրիկ, կոնկրետության համար ժամանակ է պետք։ Իսկ ժամանակը դու գիտես, փող է։ Որ չեմ գնալու պարտք անեմ։ Այդ պարտքի մասին լավ հիշացրեցիր։ Բելայի փողը երբ ես վերադարձնելու։ Ուրեմն տենց, հա։ Հա։ Լավ։ Սեյֆում բացի փաստաթղթերից ուրիշ ինչ կար։ Ինձ հետ ուրիշ ոչ մի բան չկար։ Ու եթե դա պատահականություն է, ու այդ խելոքը փող էր ման գալիս։ Ուրեմն սեյֆը բացել է ու ինձ ձեռք հանգել է տարել է։ Այդպիսի պատահականություններ չեն լինում։ Ամիր Բեկյանը կարա կապ ունենա այս ամեն ինչի հետ, հա։ Չեմ բացառում։ Ու ես այդ կպարզեմ։ Զանգի Ամիր Բեկյանին։ Բարձրախոսը միացրու։ Ձենի ինտոնացիայից կարող ինչ-որ բան ջոգենք։ Ավետ, մենք հիմա պետք է զգույշ լինենք։ Շատ զգույշ։ Ես չեմ ուզում Ամիր Բեկյանի հետ հեռախոսով խոսամ։ Կգնամ ու այնտեղ ամեն ինչ կպարզեմ։ Ծառայի հարցը լուծելա պետք։ Մի ձգի։ Որ գնամ էդ էլ կանեմ։ Չէ։ Այդ շարքային գող չի եղել։ Շարքային գողը տունը կքանդեր, փողը կգտներ ոսկի։ Հենց չի որ չի քանդել։ Չէ։ Նա ուրիշ բան եմ անեկել։ Ինչ։ Բայց գիտեմ ինչ։ Չգիտեմ։ Են ինչ մաներ գալիս, դել տարել է։ Սեյֆում ինչ փաստաթղթեր էին։ Գայայի հոր անտիկվարիատի ու նկարների կոլեկցիայի սեփականության վկայականները։ Ուրիշ բաներ էլ կային։ Գայան գիտի դրա մասին։ Բնականաբար ոչ։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Աստորեն Ինչ ես թողել որ գնա։ Տոմ ջան, ուշքի եկավ, վեր կացավ առանցից մի բան ասելու գնաց։ Բա դու ստե ինչի համար ես։ Չկարացար ուղեղը մցնես, որ իրան այդ վիճակով դուրս գալը վտանգավոր է։ Մերը ասելով, ասի ես վիճակով որ գնաց բարդություններ կառաջանա, բայց ինձ լսեց, թողես գնաց։ Չթողեիր, զորով պահեիր։ Կներես։ Մալաձեց որ արանքը ճղիր եկար, ուրեմն փախնող տղեկից չես, Բակուրին քո նման մարդիկ են պետք, մեր աղբերությանն էլ։ Բակուրը ուր է, հո չեմ բռնել, համել ես չէի կարա ձեզ մենակ թողել։ Բակուրին բռնեն էլ կես ժամ հետո բաց են թողելու, հոհերը չի թողելու որտեղ են նստի։ Բա հիմա ուր է։ Հերը քաղաքից փախցրել է, բայց մենք իրար հետ հո լիքը գործ ունենք անելու։ Ինչ գործ։ Կասեմ։ Լավ,
Քշի, գնաց։ Алло. Эль? Привет. Բարև Մաշ։ Օֆիսում ես? Չէ, մերոնց տանը։ Գործի գնալու ես? Չէ, հավես չունեմ։ Հանդիպենք? Կարող եմ։ Մեր սրճարանում? Լավ։ Սոնա։ Լսում եմ, բարոն Քարամյան։ Սոնա, մոռացա հարցնեմ։ Լավ անցավ քննությունդ։ Լավ, շնորհակալություն։ Կարծում եմ Աննան քեզ արդեն ասել է քո պարտականությունների մասին։ Հա, իհարկե։ Այդ շատ լավ է։ Բայց ես կավելացնեմ հետևյալը։ Ամեն առավոտ դու պիտի ինձ ներկայացնես ինտերնետով ստացած քո բոլոր նյութերը։ Ես շատ կլինիկաների հետ եմ համագործակցում ու հաճախ պետք է լինում շատ շտապ իրանց պատասխանել։ Քո պարտականություններից է նաև ադմինիստրատիվ կոորդինացումը։ Բոլոր փաստաթղթերը ժամանակին պիտի պատրաստես ու ներկայացնես հաստատման։ Լավ։ Սոնա, ամեն երեկո ես ծրագրավորում եմ իմ հաջորդ օրվա վիրահատության ժամերը։ Ու դու պիտի ամեն առավոտ հետևես, որ վիրահատարանի աշխատակազմը ժամանակին պատրաստ լինի։ Կհետևեմ։ Ժամանակ առ ժամանակ դու պիտի գրագետ ձևով կազմես ու ինտերնետով տարածես մեր կլինիկայի ձեռքբերումները։ Դա պիտի լինի պատմողական ձևի մեջ ու ունենա գովազդային բնույթ։ Ես դա մեծ սիրով կանեմ։ Դա իմ մասնագիտությունն է, պարոն Քարամյան։ Դե հեռախոսազանգերին պատասխանելու պարտականությունը ինձ թվում է արդեն Աննան քեզ ասել է։ Հա, իհարկե։ Ոնց որ թե վերջ։ Ես քեզ շնորհավորում եմ քո առաջի աշխատանքային օրվա արդիվ։ Շնորհակալություն։ Ես ամեն ինչ պարտաճանաչ կանեմ։ Ազատ ես։ Դուրը փակեմ։ Չէ։ Լավ։ Ալյով։ Արամ, շտապ հանդիպելա պետք է։ Նորություն ունես։ Հա։ Լյով, ես հիմա ազատ եմ, կարանք այն մեր սրճարանում հանդիպենք։ Դե պայմանավորվեցինք։ Լավ, դավայ։ Քո արածը մեղմ ասած անպարկեշտություն է։ Դու շատ լավ գիտես իմ ու Բելայի հարաբերությունների մասին, ու դու չպիտի սենց բան անեիր։ Քեզ ինչ կա։ Ձենը տակ տեղից է գալի։ Ամբողջ կյանքդ էլ փողի մեջ լող ես տվել։ Ոչ հոպարի ժամանակ պրոբլեմ ունեիր, ոչ հիմա, հա։ Իմ պրոբլեմների մասին մենակ ես գիտեմ։ Գայ դու ինչ պրոբլեմ կարաս ունենաս, հա։
այն որ Արսենը ինչ որ թաքուն գործարքներ է անում, հա։ Մեկ այդ փողը տուն է բերելու։ Դա քեզ չի վերաբերվում։ Դու ավելի լավ անես այն, ինչ որ ես քեզ պատվիրել եմ։ Ու մի մոռացի, որ ես կարայի նույն հարցով մեկ ուրիշին դիմեի։ Չէր կարագայի։ Դու իմ մասին հիշում ես մենակ այն ժամանակ, երբ նեղն ես ընկնում։ Բելայի պարտքը վերադարձնել է պետք։ Չես հասկանում, ես իմը փող չունեմ։ Ես քեզ ասեցի Բելայի պարտքը վերադարձնել է պետք։ Ոնց։ Ոնց ուզում ես։ Գրավի դիմաց բանկից գումար վերցրում։ Դրա համար գրավ դնելու բան պիտի ունենաս։ Այ հենց այն ինչ վերցրել ես Բելայից, կձևակերպես որպես գրավ ու Բելայի պարտքը կվերադարձնես։ Կայ, ախր բանկը գրավի դիմաց 30% էլ չի տա։ Բայն մնացած 70-ը։ Էդ քո պրոբլեմն է։ Քեզ ասեցի Բելայի պարտքը կվերադարձնես։ Ոնց ես խոսում, ասես օտար լինենք։ Եթե օտար լինեինք, Բելան քո հարցերը վաղուց կլուծեր։ Բավական չեմ քույրիկս։ Ինչի՞ չես օգնում։ Ինչով։ Չգիտեմ, մի բան մտածի։ Ասենք, այնտեղը դուտուր։ Հետո ես կփակվեմ։ Ես շատ լավ գիտեի, որ քո գալու միակ նպատակը փողոզելն է լինելու։ Գայ, ես հաստատ կփակվեմ։ Ես հիմա շինարարական բիզնես եմ սկսել, հեսա գործերս կկարգավորվեն։ Քո լավությունը մենակ այն կլինի մի քանի ամսով այդ պարտքս ացրոջկա կանես։ Երբ դու ինձ ոտքի կանգնեմ, մի անգամից կփակվեմ։ Ես բարեգործական կազմակերպություն չեմ, այդ մտքիցդ հանի։ Դու գոնե պատկերացնում ես ինչ կլինի, եթե Արսենը այս ամեն ինչի մասին իմանա։ Սիրելի քույրիկ, իսկ դու պատկերացնում ես, որ Արսենը իմանա, որ Տականք։ Չհամարձակվես ինձ շանտաժանես։ Սա վերջի անգամը լինի, հասկացար։ Մերսի քույրիկ ջան։ Մեկ էլ փորձեցիր ինձ շանտաժանես։ Ես ուղղակի կասեմ Արսենին։ Ես ինքս Արսենին ամեն ինչ կպատմեմ։ Ավելի լավ է ես իրան ամեն ինչ պատմեմ, քան քո շանտաժների զոհը դառնամ։ Ես որ իր մոտ անկեղծանեմ ինքը ինձ կհավատա։ Համոզված ես։ Համոզված եմ։ Լավ։ Արի մոռանանք։ Մի միլիոնի համար խի մեծ պատմություն սարքենք։ Մեկա քո համար մեծ փող չի։ Այսքան ժամանակ ես քո հանձնարարությունները սուս լրիվ արել եմ։ Ես էլ կանեմ։ Ու խոստանում։ Արսենը ոչ մի բան չի իմանա։ Ես պիտի իմանամ ինչ են ծրագրում Արսենն ու Ավետը։ Պարզամ։ Ոնց։ Ես հենց հիմա այդ եմ անում։ Բակուր հերո դերը բան է բերել։ Բակուր։ Քո Սոնայի համար լավ լուր ունեմ։ Լավ լուր։ Հա, ինչ լուր Սեդա ջան։ Դի սելան։ Դու ուզում ես ասես, որ աներս ուզում է ժամկետից շուտ ինչ-որ մեկին ազատի։ Արամ ջան, կարող լինի նաև հակառակը, ինչի՞ չէ։ Որն է ճիշտը։ Սիրո համար պայքարելը, թե ամեն ինչ թողնել բախտի քմբաճ։ Շուտ լրիվ երեխա ես։ Անմեղ երեխա։